Մաս երկրորդ Դեպի Բաղեշ Սկսվել էր առաջին համաշխարհային պատերազմը։ Իմ ողջ մնացած բոլոր հայդուկները զինվելով մտել էին կամավորական գնդերի մեջ։ Կամավորական առաջին գնդի հրամանատարը Անդրանիկն էր, չորրորդ գնդինը Քեռին։ Անդրանիկը ինձ կարգեց առաջին օգնական իր հեծյալ գնդում։ Նա ինձ տվեց մի ձի, իսկ ձիապան դարձավ իմ հին հայդուկ Բարսեղը։ Բարսեղը առաջվա պես դարձյալ պատրաստակամ էր իմ հանդեպ։ Երբ մտքերի հետ ընկած գնում էի առջևից, նա ձիուսանձը բռնած դանդաղ գալիս էր իմ ետևից և հանկարծ մի գլանակ շինելով երկարում էր ինձ. «Քաշիր, թող վշտերդ թեթևանան»։ Ալադին Միսակն էլ իմ հեծյալ գնդումն էր, և իմ վշտերի մի մասը նա փարատում էր իր կորովի երգերով։ Մեր գնդում կային Ամերիկայից եկած կամավորներ, որոնցից երկուսը հին ֆիդայիններից, մեկը ցրոնած մուշեղն էր, իսկ մյուսը բամբկու Մելոն, որ սահմանադրությունից հետո իրենց զենքերը վաճառելով գնացել էին նոր աշխարհ։ Մենք պետք է շարժվեինք Բաղեշի վրա։ Բաղեշից առաջ Անդրանիկը փայլել էր Դիլմանի ճակատամարտում և պարգևատրված էր Գեորգիևյան 3 խաչերով։ Ես էլ էի մասնակցել այդ ճակատամարտին և զորավարական կոչում ունեի։ Դիլմանի կիրճում փայլել էր նաև հին հայդուկ Հաջի Գևոն, որ միշտ Անդրանիկի կողքին էր, Գորշ շինելը հագին, կեռ թուրն ու մաուզերը կողքին, կրծքի վրա Գեորգիևյան 2 խաչ, բռի մեջ վառված ծխամորճ։ Իսկ Անդրեասը ոչխարենու փափախով, ցից բեղերով, ահռելի կերպարանքով այս հին հայդուկը Դիլմանի և Ախլաթի կռիվներից հետո դարձել էր Անդրանիկի ամենահավատարիմ թիկնապահներից մեկը։ Միշտ զենքը ձեռքին կանգնած էր Շապինանդի թիկունքում, նրա հրամանին պատրաստ։ 3 խնութսի հերոսներ էլ կային՝ հայդուկապետ Փիլոս, վաշտապետ Շապուհ և վաշտապետի օգնական պուճուր Աբրո։ Կռվի ասպարեզ էր իջել նաև մի բոլորովին նոր սերունդ։ Նրանցից մեկը մեր հեծյալ գնդի հարյուրապետ Սմբուլ Արշակն էր։ Սա մարտական իր առաջին մկրտությունը ստացել էր Դիլմանի կիրճում, իր քաջությամբ ու նվիրվածությամբ դառնալով Շապինանդի, նաև իմ և Հաջի Գևոյի սիրելին։ Սմբուլ Արշակը շարքային զինվորից շատ արագ բարձրացել էր հիստապետի և ապա հարյուրապետի աստիճանին։ Բարձրահասակ շիկահեր երիտասարդ էր, Մշո դաշտի Արագիլ գյուղից։ Դադվանից դեպի արևելք տարածված էր Ռահվե դուրանը, 3 կողմից լեռներով շրջապատված մի հարթություն։ Ծովածավալ մի դաշտ էր, ուր ամռանը հուրդի ծփում էր առատ խոտը, լեռների կարոտից փոթորկված, իսկ ձմռանը մոլեգնում էր սոսկալի ձնաբուք։ Վայ այդ բքի ժամանակ Ռահվե դուրանով գնացողներին։ Զարմանալի մի թռչուն կար այդ դաշտի մեջ։ Ամպրոպ գիշերներին, երբ ոչ աստղ էր երևում, ոչ լուսին, ուղևորները այդ թռչնի ձայնով էին կողմնորոշվում։ Հենց որ նա կանչում էր, սկսում էին ուղտերը բառնալ և քարավանը ելնում էր ճամփա։ Սակայն հաճախ չարաչար մոլորվելով մատնվում էին փոթորկի և անհետ կործանվում։ Ու երգ կար հորինված Ռահվե դուրանի այդ հավքի մասին. «Ճվիկե տոտանի, ճվիկե տոնի, քո տունը քանդեցիր, իմն էլ դրիր վրան»։ Վերջին տարիներին այդ դաշտի մեջ մի պանդոկ էր շինվել ճամփորդների համար։ Այդ պանդոկը կոչվում էր Ալամեկ խան։ Բաբշենը մեր ձեռքին էր, իսկ թշնամին բռնել էր մուշից Բաղեշ երկարող խճուղին։ Մեզ հետ կար կազակական մի գունդ, իսկ զորքի ընդհանուր հրամանատարը ցարական մի գեներալ էր Աբասցև ազգանունով։ Մեր զինվորները նրան Աբասով էին ասում։ Բաբշենի ձմեռը դաժան է։ Այդ տարի ձյունը արշիններով դիզված էր Ռահվե դուրանում։
Մենք գրոհը սկսեցինք Բաբշենի կողմից։ Առաջին իսկ հարվածից Ալի-Փաշայի առաջին զորասյունը ջախջախվեց։ Բայց շուտով կազակների գնդապետը Անդրանիկին զեկուցեց, որ գեներալ Աբասովը զորքը նստեցրել է Դատվանից հարավ և հրաման չի տալիս, որ թնդանոթները կրակեն։ Հեծավ Անդրանիկը իր ձին և Ռահվե դուրանով քշեց դեպի Ալամեկ խան։ Տեսավ պանդոկի շեմքին կանգնել է թնդանոթների հրամանատարը, իսկ ներսում գեներալ Աբասովը նստած զրուցում է Ալի-Փաշայի զորապետի հետ։ Շապինանդը կարգադրեց թնդանոթները քաշել առաջ։ Հրամանատարն ասաց. «Փաշա, մենք գեներալ Աբասովից հրաման չունենք առաջ շարժվելու»։ «Պուշկի վպիրյոդ», հրամայեց Անդրանիկը և թուրքերեն հայհոյեց։ Երբ Անդրանիկը բարկացած էր, հրամայում էր ռուսերեն և հայհոյում թուրքերեն։ Հրամանատարը թնդանոթները քաշեց առաջ։ Անդրանիկը կանգնեց նրա կողքին և սկսեց ցույց տալ, թե որ ուղղությամբ կրակել։ Մի գործնական հրահանգ տվեց. թշնամու թնդանոթի փողից ծուխ բարձրանալիս հաշվիր մինչև ձայն լսվելը։ Եթե մինչև 10 հաշվելը ձայնը լսվեց, ուրեմն թշնամին գտնվում է 1000 քայլի վրա։ Շուտով թշնամու երկրորդ զորասյունն էլ ջախջախվեց։ Ալի-Փաշան շարժեց առաջ իր վերջին զորասյունը։ Սրանք տեսնելով իրենց առաջին և երկրորդ թևերի ջախջախումը, սարսափահար փախուստի դիմեցին։ Դոնի կազակները պատրաստվեցին սվինամարտի, սակայն Շապինանդը նրանց գնդապետին կարգադրեց կազակներին դիրքերից չհանել, որովհետև սոսկալի սառնամանիք էր և լեռներից ցուրտ քամի էր փչում դաշտի վրա։ Հայ կամավորների առաջին գնդի քաջագործությունը տեսնելով, Դոնի կազակները իրենց դիրքերից մի քանի անգամ միահամուռ որոտացին. «Կեցցե Անդրանիկ Փաշան, կեցցեն հայ կամավորները»։ Անդրանիկը սակայն տխուր էր, որովհետև քաղաքը դեռ չգրաված մեր հեծյալ գունդը և Դոնի կազակները մեծ զոհեր էին տվել Ռահվե դուրանում, և այդ զոհերի պատճառը Աբասովն էր։ Այդ զոհերը պատրվակ բռնելով Աբասովը հրամայեց զինաթափել Անդրանիկին։ Վերջինս տեղից ցատկեց և շառաչուն միապտակ տվեց վաճառված գեներալին։ Դոնի կազակների գնդապետը Աբասովի դավաճանության մասին նույն օրը հեռագրով հայտնի դարձրեց Կովկասի փոխարքային, որը ռուս թագավորի հորեղբայրն էր և կովկասյան ռազմաճակատի գերագույն հրամանատարը։ Իրիկնադեմին ստացվեց փոխարքայի հրամանը, որով Անդրանիկը նշանակվում էր զորքերի հրամանատար, և նրան էր հանձնարարվում Բաղեշը վերցնել։ Ձյուների վրա կրակ էին կարել և նստած տաքանում էին խարույկի շուրջ, երբ հեռագիրը եկավ։ «Թող գեներալ Աբասովը գնա և Բաղեշը վերցնի», գոչեց Անդրանիկը, հրամանը շպրտելով ձյուներին։ «Ի՞նչ ես անում, Փաշա, փոխարքայի հրամանը քեզ վրա է, քաղաքը պետք է վերցնել», ասացի ես։ «Ոչ, թող այդ դավաճան գեներալը վերցնի, որ Ալամեկ խանում գաղտնի գործարքի մեջ էր մտել Ալի-Փաշայի գնդապետի հետ», համառեց Շապինանդը, ձեռքը կրակի վրա տաքացնելով։ «Բայց դու թագավորի ձեռքից չես պրծնի, ոչ էլ ես, եթե այդ հրամանը չկատարվի»։ Կայծակ Անդրեասը, որ զգաստ կանգնած էր մեր կողքին, մոտեցավ և փոխարքայի թուղթը ձյուների վրայից վերցնելով, հանդիսավորությամբ դրեց իր գդակի ծալքի մեջ։ Գիշերվա կեսին Փաշան հրամայեց զորքին սպիտակ շապիկներ հագնել։ Աղոթարանը նոր էր բացվել, երբ Անդրանիկը սուրը մերկացնելով առաջինը հարձակման անցավ, գոչելով. «Մշեցիներ և սասունցիներ, հայրենիքը այս անգամ ձեզ դեպի Բիթլիս է կանչում, իսկ ես Բիթլիս կերտամ, առաջ, իմ ետևից»։ Ձին վրնջաց,
և բաշը սառնաշունչ քամում պարզած, մի քանի անգամ պտույտ եկավ ինքն իր շուրջը, ապա գլուխը գետնին հորիզոնական, նետի պես սլացավ սպիտակ դաշտով։ Արևից առաջ ձյունը նախ պաղ կապույտ էր, հետո վառվեց կարմիր, ապա դեղնեց մի քիչ, գունատվեց հանկարծ ու սկսեց շողալ շլացուցիչ փայլով, ու թռավ Ասլանը ժայռերի ու կածանների վրայով, մերթ սմբակներով ձյունամրրիկ ցանելով չորսդին ու մերթ մակույկի պես ճեղքելով ձյունը, ու գնաց զորքը սպիտակ ձիավորի ետևից։ Աջակողմից ես էի շարժվում իմ հեծյալ գնդով, ձախակողմից Դոնի կազակը ու Նիկոլի զորքը։ Ռահվե դուրանի վրայով դեպի Բաղեշ սուրացին Ցրոնած Մուշեղը, Սմբուլ Արշակը, Հաջի Գևոն, Խնուսցի Պուճուր Աբրոն, Շապուհն ու Փիլոսը։ Հողմի պես սլացան Կայծակ Անդրեասը, Բամբկու Մելոն, Ալադին Միսակը և իմ ձիապան Բարսեղը։ Հրանոթների որոտով ու հրդեհված դարպասների բոցերի միջով մեր զորքը մտավ քաղաք։ Դեռ լույսը չբացված Բաղեշը մեր ձեռքին էր։ Մենք Բաղեշ մտանք թաղի ձորով, նրա կարմրած ձյուների վրա թողնելով Բամբկու Մելոյի դիակը։ Մեր գնդից սպանվեցին շատ հայ կամավորներ, և առաջինը Բամբկու Մելոն էր։ Քաղաքի նախամուտքին ընդհատվեց Գևորգ Չաուշի հնագույն ֆիդայիններից և Անդրանիկի Քաջարի զինվորներից մեկի կյանքը, որ նոր էր վերադարձել Ամերիկայից կռվելու Հայաստանի ազատագրության համար։ Ապարանքի գեղեցկուհին Բաղեշ դա այն քաղաքն էր, որով Քսենոֆոնից հետո Ալեքսանդր Մակեդոնացին էր անցել, և Մեհմեդ Էֆենդին էր հավատափոխ եղել վճռական շրջադարձով։ Ահա և կարմրակ վանքը, որի ծերացած թթենու տակ ես ուշագնաց ողբացել էի մի ամբողջ գիշեր։ Մեր առաջին գործը եղավ գրոհել քաղաքի կենտրոնական բանտը։ Բայց ուր է Ռասիմ Էֆենդին, որ ինձ տանջել էր այդ բանտի մռայլ ներքնահարկում։ Միջնադարյան հինավուրց ամրոցի կողքին երևաց Խաչ Մանուկյանների ճաղավոր պատշգամբով ապարանքը։ Տներից մեկ-երկուսի ճակատին դարձյալ կարդացի Շեյք Մելիքի տուն, Արմեն Սարոյանի տուն։ Առաջինը ձորի մեջ էր, իսկ երկրորդը ավելի Մեյդան թաղում, բարձունքի վրա։ Իմ հայացքը սակայն գանված էր ապարանքի խորհրդավոր պատշգամբին։ Ոլորապտույտ սանդուղքներով շտապեցի վեր։ Իմ առջևից Սմբուլ Արշակն էր գնում, մեր հեծյալ գնդի հարյուրապետը, ետևից իմ ձիապան Բարսեղը և Ալադին Միսակը։ Ռուս հյուպատոսի աշխատակից մշեցի Խաչ Մանուկյանի ապարանքն էր դա։ Քաղաքի թուրք ոստիկանապետը, կոտորելով Խաչ Մանուկյանի ամբողջ ընտանիքը, տեր էր դարձել նրա շքեղ ապարանքին։ Դուրսը սարսափելի ցուրտ էր, իսկ ոստիկանապետը դեպքերին անտեղյակ հարբած պառկել էր տաքուկ անկողնում, ապարանքի գեղեցկուհուն գրկած։ Աղախինը, որ արթուն էր, կարծելով, թե շեմքին կանգնածները քաղցած զինվորներ են, հայտնեց իր տիրոջը, թե դարձյալ ասկյարներ են եկել և հաց են ուզում։ Ոստիկանապետը վերմակի տակից բարձրաձայն հայհոյեց մեզ, ասելով, թե երբ ամբողջ զորքը Ալի-Փաշայի առաջնորդությամբ գնացել է Գյավուր Անդրանիկի և Դոնի կազակների դեմ կռվելու, այդ ասկյարները ինչու են մնացել քաղաքում և առավոտ կանուխ տներն ընկած հաց են մուրում։ Լռեց, թե չէ, մենք ներս մտանք։ Մեր ոտնաձայնից տիրուհին կիսաթեք նստեց անկողնում, շփոթված հայացքը մեզ հառած։ Ես ամբողջ Մշոդաշտը և Սասունը ոտքի էի տվել, բայց այդպիսի հրաշագեղ կին տեսած չկայի։ Այդ աներես ասկյարներին դուրս արա և դուռը պինդ փակիր, հրամայեց ոստիկանապետը, վերմակի տակ քաշելով գեղեցկուհուն։ Ասա թող գնան Ռահվե դուրան գյավուրների դեմ կռիվ։ Շուտ այդ ոչնոտներին դուրս վռնդիր։
աղախինը մոտեցավ, որ մեզ դուրս հրավիրի, իսկ ապարանքի տիրուհին շարունակում էր համառորեն մեր կողմը նայել։ «Անունդ», հարցրեց Սմբուլարշակը, աղախնուն մի կողմ հրելով և նրան մոտենալով։ «Շուշան»։ Նա էր այն գեղանի նորահարսը, որի ճաղավոր պատշգամբին ես երկար նայել էի իմ բանտի նեղլիկ պատուհանից։ Աշխարհի ամենագեղեցիկ կինն էր Շուշանը։ Նա տեսավ, որ եկողները թուրքի նման չեն հագնված։ «Սրանք ասկերներ չեն, Անդրանիկի զինվորներն են, վեր կաց, հրեշ», ուրախաձայն գոչեց Շուշանը և վերմակը ետ քաշելով բռունցքի մի ուժգին հարված իջեցրեց ոստիկանապետի քունքին։ Դահիճը քնաթաթախ վեր թռավ։ Նա մի անզոր շարժում գործեց դեպի գլխավերևում կախված զենքը, բայց ուշացավ։ «Թողեք ես սպանեմ մեր քաղաքը ավերողին և իմ տունը կործանողին», գոչեց Շուշանը և դաշույնը արագությամբ պատից առնելով անկողնում խողխողեց ոստիկանապետին։ Այստեղ ես գտա նրան։ Իմ առաջ պառկած էր Ռասիմ Էֆենդին, այն առնետանման դահիճը, որ հազարավոր ինձ նմաններին քշել էր դեպի բանտ ու կախաղան։ Այդ չարագործությունների համար նրան բանտի ներքնահարկից հանելով կարգել էին քաղաքի ոստիկանապետ։ Սմբուլարշակը և ձիապան Բարսեղը ճիվաղի դիակը փաթաթեցին վերմակի մեջ և պատուհանից ներքև շպրտեցին։ Ներս մտավ Շապինանդը կայծակ Անդրեասի և Հաջի Գևոյի հետ։ Շուշանը մերկ անդամ կանգնած էր սենյակում, արյունոտ դաշույնը ձեռքին։ «Այս ի՞նչ կին է», զարմացած գոչեց զորավարը, հոնքը խոժոռելով։ «Հայ կին է և այս ապարանքի տիրուհին», պատասխանեց Սմբուլարշակը։ «Բայց լսված բան է, որ հայուհին մերկ անդամ կանգնի տղամարդկանց առաջ»։ «Նա սպանեց իր տունը և պատիվը կործանողին», ավելացրի ես, հրամայելով Շուշանին շորերը հագնել։ Շուշանը հագավ իր շրջազգեստը ու հանկարծ պոռթկաց արցունքով ու սկսեց բարձրաձայն հեկեկալ։ Ամոթի՞ց արդյոք, իր կատարած սպանության սարսափի՞ց, թե կալանավորներին տեսնելու ուրախությունից։ Չիմացանք։ Երբ հանդարտվեց, բացեց պահարանում փակված մի խոշոր սնդուկ, որ լիքն էր ոսկով ու հակինթով։ Մի նախշում ծանր արկղել քաշեց գորգածածկ թղթի տակից։ «Մախլուտո, էս գեղեցկուհին միայն քեզ է հարմար, և օժիտն էլ կա», կատակեց Շապինանդը, ոսկով լի սնդուկները ցույց տալով։ «Շուշանին մենք կուղարկենք Երևան, երբ պատերազմը վերջանա, ձեր հարսանիքը կանենք, քավորն էլ ես կլինեմ»։ Հետևյալ օրը Շուշանին և այդ ամբողջ հարստությունը ուղտերին բարձած կայծակ Անդրեասի հսկողությամբ ուղարկեցինք Երևան, իսկ Շուշանի ապարանքը դարձրինք մեր սպայակույտի կենտրոնատեղին։ Նոր էինք տեղավորվել այդ շինության մեջ, երբ գեներալ Աբասովը Կովկասյան բանակի գերագույն հրամանատարին զեկուցագիր ուղարկեց, որ իբրև թե հայ կամավորները սպանել են քաղաքի ոստիկանապետին և նրա դիակը շպրտել անդունդը և պահանջում էր, որ հայ կամավորական առաջին գունդը հեռանա Բաղեշից։ Անդրանիկը պատասխանեց, որ ինքը քաղաքը չի թողնի, որ պետք է հետաձգել առաջին կամավորական գնդի մեկնումը Բաղեշից։ Բաղեշը վերցնելու գրեթե նույն օրերին ռուս զորքը հայ կամավորական երկրորդ և երրորդ գնդերի օգնությամբ գրավել էր Կարինը և Մուշը։ Փոխարքան այդ առթիվ հրաման էր արձակել Կովկասյան բոլոր զորքերին ու քաղաքներին մեծ զորահանդեսներ կազմակերպել։ Ամենուրեք խրախճանք էր և ուրախություն։ Տխուր էր միայն գեներալ Աբասովը։ Նա կանչվեց Թիֆլիս։ Սմբուլարշակը և կազակ գնդապետը նրան առաջնորդեցին դեպի Խլաթի ծովահայաց սարերը և վերադարձան։ Ո՞ր դավաճանն էր ազատվել մեր ձեռքից, որ ռուսական զենքի թշնամին ազատվեր։
Աբասովի գործով փոխարքան Անդրանիկին կանչեց իր նստավայրը դատի։ Զորավարը կամավորական գնդի հրամանատարությունը ինձ հանձնելով պատրաստվեց մեկնել Թիֆլիս։ Ձիուս անձը բռնած մռայլ կանգնած էր ձյուների վրա։ Գնալ, թե չգնալ։ Այդ մտքերի մեջ էր, երբ սառած ձյունը ջարդվեց և նրան մոտեցավ մեր վաշտապետներից մեկը։ Հայկ Բժշկյանն էր, Թավրիզեցի։ Բանվոր Հայկ էին ասում։ Պատերազմի սկզբից այդ նախկին նավթաքաշ բանվորը մի խումբ հայ կամավորների գլուխ անցնելով Հաշտարխանից մեկնել էր Բասենի դաշտ կռվելու Կովկասյան ճակատում։ 3 անգամ վիրավորվել էր և վերադարձել շարք։ Գլուխը վիրակապված էր, ձեռքը վիրակապով վզից կախ։ Ինչ կա, Հայկ։ Ներիր, մեծ հայդուկ, որ հուզված եմ խոսում։ Մեր կամավորական առաջին գունդը փառավոր հաղթությամբ Բաղեշը վերցրեց։ Այո, սակայն մեզ այժմ առաջարկում են թողնել քաղաքը։ Եվ կարծեմ, փոխարքան ձեզ կանչել է դատի։ Կանչված եմ, այո։ Խաբված ենք, մեծ հայդուկ, դաժանորեն, անխղճորեն խաբված ենք։ Բոլորս միասին ազգորեն խաբված ենք, ասաց երիտասարդ վաշտապետը։ Ուրիշ բան չասաց, միայն այդքանը, և պատվի առնելով դանդաղ հեռացավ։ Հետևյալ առավոտ Դոնի կազակները սրերը քաշած աղմուկով ներս մտան Խաչմանուկյանի ապարանքը։ Ո՞ւր է Անդրանիկ Փաշան։ Նրան թագավորը տվել է դատի։ Ո՞ր թագավորը։ Կովկասի փոխարքան, Նիկոլայ Նիկոլաևիչը։ Ինչ գործով։ Աբասովի։ Աբասովը դավաճան է, և նա արժանի էր այդ պատժին, միաձայն գոչեցին կազակները։ Մենք պահանջում ենք մեր Անդրանիկին, նա իսկական հերոս է, և ոչ մի թագավոր իրավունք չունի նրան դատելու։ Ու նրանք, Շուշանի ապարանքից դուրս գալով, հետևյալ հեռագիրը ուղղեցին փոխարքային. Եթե զորավար Անդրանիկը մի քանի օրից չվերադառնա Բաղեշ, մենք կլքենք ճակատը և ետ կգանք, իսկ եթե ետ եկանք, այլևս ոչ մի թագավոր չենք թողնի թախտին։ Անդրանիկը երբ պալատ է մտնում, նույն պահին փոխարքային է հասնում կազակների հեռագիրը։ Դատը չեղյալ համարվեց, և շուտով Շապինանդը իր ձին հեծած Երևանի վրայով վերադարձավ Բաղեշ։ Ճանապարհին նրան էր միացել կայծակ Անդրեասը, որ ապարանքի գեղեցկուհուն առաջնորդել էր դեպի Արարատյան դաշտ։ Ամբողջ ռուս զորքը, հայ կամավորները և կազակների գունդը բարձրագոչ աղաղակներով դիմավորեցին իրենց գերագույն հրամանատարին։ Բաղեշից ես և հարյուրապետ Սմբուլ Արշակը մեկնեցինք Մուշ։ Ինձ հետ Մուշ մեկնեցին նաև Ալադին Միսակը և իմ ձիապան Բարսեղը։ Բդեի հիշատակարանը Մաս առաջին Բաղեշի գրավման լուրը և Անդրանիկի փառավոր հաղթանակը այդ ճակատի վրա ցնծությամբ էին համակել Մուշ քաղաքի հայ բնակիչներին։ Նրանք շտապել էին Մոկունքի դաշտը մեզ դիմավորելու։ Մոկունքը այն գյուղն էր, ուր ես տեղափոխել էի առաջին ծանր արկղը ֆիդայական երթումից հետո։ Կամավորական 3-րդ գունդը փետրվարի 5-ին մտել էր Մուշ։ Նրա հետ Մուշ էր հասել նաև ռուսական բանակը։ Այդ բանակի հրամանատարը ինձ այցելության եկավ իր գոհունակությունը հայտնելու Բաղեշի ազատագրման առթիվ։ Բայց ո՞ւր էր իմ տեսած Մուշը։ Եվ միթե այդ այն օրն էր, որ ես պետք է ոտք դնեի այնտեղ 25 տարվա բացակայությունից հետո։ Այդ նույն օրը հուղարկավորների մի տխուր բազմություն անցավ Սուրբ Մարինեի թաղով։ Մշո մեջ մեռել էր բռնաշենցի մի հովիվ, և Սև Սարի մարդիկ նրան տանում էին թաղելու։ Եվ ննջեցյալն էր ծանոթ,
և նրա վրա դամբանական ասող հովվապետ Խոդեդանը։ Իմ հարյուրապետ Սմբուլարշակը, որ մասնակցել էր այդ հուղարկավորությանը, վերադարձին ինձ մի հիշատակարան հանձնեց, որ իմ ձիապան Բարսեղը գտել էր Ձորաթաղի կործանված տներից մեկի ավերակներում, իմ ձին Մշո գետակը ջրի տանելիս։ Քերի Բդեի հիշատակարանն էր, ավելի ճիշտ նրա հուշապատումի վերջին գլուխը, որ նա գրել էր բանտից դուրս գալուց հետո։ Առաջին գլխից միայն մի պարբերություն գտա. ես նրան օրհնեցի, և նա գնաց իր պայուսակը նստարանին թողնելով, Մավի աղջկան գերեզմանում, իսկ իր խաղընկերներին Շահկա Արո, Պզդիկ Արամ, Ճիրո, հայրենի գետակի եզերքին։ Մյուս մասերը այրված էին։ Այրված էին նաև հիշատակարանի վերջին գլխի սկզբի մի քանի էջերը։ Ինչ որ կարողացա կարդալ, այս էր. ոտքերը քշտած, մի սասունցի ուրախ հրապարակն էր մաքրում թիակով, երբ մեզ դուրս բերին բանտից։ Մուշ քաղաքի բնակիչները նույնպես ուրախացել էին, որ Սասունը լինելու է Էրմենիստան։ Հայ ֆիդայինները դուրս եկան իրենց թաքստոցներից։ Շատերը իրենց զենքերը վաճառեցին կամ հանձնեցին կառավարությանը և սկսեցին զբաղվել հողագործությամբ։ Ոմանք ամուսնացան, ինչպես օրինակ Մորուք Կարոն։ Բայց մի զարմանալի բան պատահեց։ Մուշի մեջ բացվեց երիտասարդ թուրքերի ակումբ, և մեր քաղաքի սուլթանի նախկին գրեթե բոլոր պաշտոնյաները դարձան Իթթիհադի անդամ և այդ ակումբի մշտական հաճախորդ։ Այնտեղ գաղտնի սկսեցին ելումուտ անել խմների Ղասըմբեկը, Հաջի Ֆերոն և Սլեման Օնբաշին։ Ու մի օր հանկարծ լուր տարածվեց, թե զորահավաք է։ Մեր բոլոր արական ուժը հավաքեցին տարան բանակ։ Իմ եղբայր Վաղարշակը նոր էր վերադարձել Ամերիկայից և ապրում էր Խաս գյուղում։ 1915 թվականի հունիսի 20-ին, շաբաթ օրը, ես Մուշից Վաղարշակի մոտ ուղարկեցի իմ Գասպար որդուն, որ 13 տարեկան էր։ Մի քանի օր հետո Գասպարը վերադարձավ Մուշ և պատմեց հետևյալը. Հունիսի 25-ին, Վարդավառի պահոց հինգշաբթի օրը, քուրդ ցեղապետները ժողովի կանչվեցին Խութի Մապուպնեկ գյուղի մեջ։ Այդ ժողովին ներկա են եղել նաև Հաջի Ֆերոն և Ճուռո կնիկը։ Հետևյալ օրը Ֆերոն եկավ Խաս գյուղ և գյուղացիներին հայտնեց. «Իմացեք, որ ձեզ պիտի կոտորեն»։ Շաբաթ օրը 20-ի չափ երևելի անձեր, որոնց մեջ էին նաև Տեր Քերոբը, գնացին Քոլոսիկ Հաջի Ֆերոյի մոտ, որ իրենց գյուղին պաշտպան կանգնի։ Այդ նույն օրը 1500 զինված քրդեր լցվեցին Խաս գյուղ։ Վաղարշակ հորեղբորս հետ ելանք գնացինք Քոլոսիկ։ Հաջի Ֆերոն ասաց Վաղարշակին. «Գնա քյոշկը, հանգիստ նստիր»։ Կեսգիշերին Սլեման Օնբաշին, Շաքիր անունով մի քրդի, որ մեր բոստանչին էր, պատվիրեց, որ Վաղարշակ հորեղբորս և ինձ տանի իր տունը պահի։ Մյուս օրը Գորդոնի ժանդարմաններից մեկը, Մեհմեդը, եկավ և Շաքիրին ասաց. «Սլեման Օնբաշին Վաղարշակին կանչում է»։ Հորեղբայրս մենակ գնաց։ Երբ տեսա, որ ուշանում է, ելա գնացի Գորդոնի դուռ։ Տխուր մտքերի մեջ էի, երբ տեսա Վաղարշակ հորեղբորս դուրս հանեցին Գորդոնից մի չվան վիզը և թևերը մեջքի վրա իրար կապած։ Քիչ վերջը տեսա, որ Գորդոնի ոստիկան Պարտկա Ճաղոն Վաղարշակի հագուստները առած Գորդոն վերադարձավ, լվաց, մաքրեց արյունը, հագավ նրա Ամերիկայից բերած բաճկոնը և խոսքը ընկերոջը ուղղելով, ասաց. «Լավ նստեց վրաս, մեջքին մի թեթև ծակ ունի, բայց կարկատանով կգոցեմ, որովհետև 9 կրականոց էր և հագուստը վառել է»։
Առավոտյան գյուղում հայտարարեցին, թե հայ կանայք և աղջիկները 2 օրվա ուտելիքով պետք է գնան Բիթլիս։ Գերմանացու թագավորի աղջիկը եկել է և ուզում է նրանց տեսնել։ Մի քանի տղաների հետ ինձ էլ աղջկաշոր հագցրին և խառնեցին Բիթլիս գնացող կանանց խմբին։ Ճանապարհին մեր կապոցները առան և մեզ փոքրիկ խմբերի բաժանելով քշեցին դեպի Էրիշտեր գյուղի գոմերը ու մարագները։ Դռները փակեցին, զինված հսկիչներ դրին և երդիկից քարյուղ լցնելով կրակ տվին։ Ես գոմի մսուրում կանգնած բերանս սեղմել էի պատին։ Կրակն ու ծուխը տարածվեցին դեպի պատերը, և ես մեջքի կողմից ուժեղ տաքություն զգացի։ Սաստիկ ճնշումից ետևի պատը փուլ եկավ, և ես դուրս փախա կրակների միջից։ Հետևյալ առավոտ Սլեման Օմբաշին ինձ և Գորդոնի ծառա Լալ Հասոյին կարգադրեց, որ գնանք հայերի ցրված նախիրը ժողովենք, տուն բերենք։ Գնացինք մինչև Մկրագոմ գյուղի ձորը։ Հասոն գնաց դաշտի ուղղությամբ, իսկ ես իջա դեպի Մեծ Խանդակը։ Զարմանքով տեսա դիակների կույտեր խառնիխուռն իրար վրա լցված։ Նրանց մեջ ճանաչեցի Տեր Քերոբին։ Մեկ թևը կտրած, կրծքի վրա դաշույնի մի քանի հարված։ Ճանաչեցի նաև գյուղապետ Մուքոյի և Թարղու երեցի դիակները։ Մարագների մոտ ընկած էին մի քանի դիակներ։ Լալ Հասոն սկսեց քարերով դրանց գլուխները ջախջախել, իսկ ես զբաղվեցի Վաղարշակ հորեղբորս դիակը որոնելով։ Մի բլուրի տակ գտա այն, մերկ անդամ ու բաց ձգված։ Գորդոնի կողմը գնացի և հայերից թալանված մի հին կարպետ գնելով, դիակը նրանով փաթաթեցի, հողի մի քանի կույտեր դրեցի վրան ու գյուղ վերադարձա։ Պարտկա ճաղոն ասաց. «Ես պիտի պահեմ քեզ, և այսուհետև քո անունը Հասան պիտի լինի»։ Ապա հայտնեց, որ իր եղբայրը եկել է, և ես իր հետ պարտիկ պիտի երթամ։ Սայլը շարժվեց։ Հասանք Վաղարշակի ընկած տեղը և տեսա, որ քիչ առաջ վրան ձգված կարպետը առել֊տարել էին, և դիակը բաց թողնված էր արևի տակ։ Ճաղոն Վաղարշակի նոր լվացած հագուստը փռել էր սայլի վրա, աչքերիս առաջ, որ չորանար, իսկ բաճկոնը հագին էր։ Դիակը տեսնելով հարցրեց. «Սա քո հորեղբայրն էր, որ սպանեցի»։ «Այո, և նա նոր էր եկած Ամերիկայեն»։ Ճաղոյի եղբայրը սայլից իջավ, մտավ մի հայի տուն, ամբարից 5-6 թեռ ցորեն հանեց և մի նորածին հորդ տեսնելով, հորդը սայլի վրա դրավ և կովն էլ կապեց սայլին։ Պարտկա ճաղոն 2 կին ուներ, մեկը քրդուհի, մյուսը թրքուհի։ Թրքուհին իմ բախտից բարի էր։ Քրդուհին ինձ հասակակից մի տղա ուներ, որին թելադրում էր սպանել ինձ։ Հաջորդ օրը, երբ գնացինք իրենց անասունները արածացնելու, այդ տղան ուրիշ 3 լամուկների հետ հարձակվեցին վրաս, ու ես փախչելով շուտով ինձ գտա Խաս գյուղի մեջ։ Գորդոն գնացի։ Համիդ Օմբաշին հարցաքննեց ինձ և որոշեց հաջորդ օրը մուշ տանել։ 2 բրիչ և 2 թիակ վերցրի ու Գորդոնի մի հայ ծառայի հետ գնացինք Վաղարշակի ընկած տեղը։ Մկրագոմի ճամփու վրա, մարագների տակ, մի փոս փորեցինք և մարմինը դրինք մեջը։ Որովհետև ուշ էր, Տեր Քերոբին չկարողացանք թաղել։ Միայն լսեցի, որ հայ ծառան աչքերը սրբելով ասաց. «Ֆիդայուսուրը խոնարհվեց քո խաչի առաջ, որ Հաջի Ֆերոն փրկվի, բայց Հաջի Ֆերոյի սուրը ոչ քեզ խնայեց, ոչ քո խաչին»։ Ճանապարհին 2 հայ շինական Գորդոնի ձիերի համար խոտ էին հնձում։ «Դուք դեռ ո՞ղջ եք, թե խոտ կհնձեք»,
Բոռացին հեռվից դեպի Մկրագոմ գնացող մի քանի ժանդարմաներ և նրանց կրոնքը հայհոյելով երկուսին էլ սպանեցին։ Գերանդիները հնձորների կողքը ընկած մնացին։ Մուշ հասնելուց հաջորդ օրը այլևս բացահայտ եղավ, որ ռուսները գալիս են։ Սոսկալի իրարանցում և շփոթ սկսվեց քաղաքի թուրքերի մեջ։ Նրանք տեր էին դարձել հայերի շարժական և անշարժ անչափելի հարստությանը։ Այդ բոլորը ինչպես և ինչով տեղափոխեին։ Ով կարող էր մի բան առնել, առավ ու ճամփա ընկավ։ Շատերը հետիոտ են, քչերը ձիով կամ գրաստով։ Քարավանի մի ծայրը հասած էր Արածանի, իսկ մյուս ծայրը քաղաքի մեջ էր դեռ։ Թուրք մեծամեծներից ոմանք դիմում կատարեցին կառավարիչ Սերվետ֊բեյին, որ իրենք որոշած են քաղաքից չգաղթել, առարկելով, թե այս ձյուն ու բքին ուր երթան։ Վերջին պահին մենք լեզու կգտնենք ռուսների հետ, ասել էին նրանք իրենց դիմումի մեջ։ Ռուսները ոչրագործներ չեն, նրանք ուր մտած են, ոչ ոքի չեն դիպած։ Համի-Դոնբաշին առաջինը շարժվեց քաղաքից։ Նրա կինը, Մարճանը, լաց էր լինում ու ասում. «Այսքան առատաբուխ մի տուն, ինչպես լքենք ու փախչենք»։ Բայց թնդանոթի շատ մոտիկից լսվող երրորդ որոտը արագացրեց նրա քայլերը։ Նրանք գնացին ու ինձ էլ իրենց հետ տարան։ Այսքանը իմ Գասպար որդու ոդիսականից, որ շատ երկար է։ Եվ ես կընդհատեմ այն իմ հիշատակարանը շարունակելու համար, պատմելով այդ դեպքերի նախորդող և հաջորդող մի քանի անցքերի մասին, որոնց ականատես եղա և մասնակից, ես, տարուն աշխարհի վերջին դժբախտ հուշագիրս։ Նոյեմբերի վերջն էր, խիստ պայծառ ու սքանչելի մի օր։ Մենք մշո խանութների առաջ զբաղված էինք մեր գործով, երբ քաղաք մտան մի քանի քուրդ ցեղապետներ իրենց զորքով։ Նրանք քայլեցին շուկայի երկայնքով և հավաքվեցին կառավարչական հրապարակի վրա։ Նախ եկան Ղասիմբեկը և իր երկու եղբայրները՝ Մուսաբեկ և Նհոբեկ, ամեն մեկը իր հեծյալ ու հետևակ 500 զինվորով։ Հետո եկավ Բալաքսիֆերոն իր որդիներով՝ Հասան և Մահմուդ, ամեն մեկը բերելով 500 մարդ։ Բացառությամբ բեկերի և նրանց շքախմբերի, բոլորն էլ անզեն էին և իրենց ուսերին դրած էին մեկական երկար փայտ։ Քրդական մեծ ձիարշավ եղավ հրապարակի վրա, Ասլան-Ղափլան խանի առաջ։ Ձիարշավից հետո մեր տուն հրավիրեցի Բալաքսիֆերոյի անդրանիկ որդուն՝ Հասան աղային։ Խոսակցության ժամանակ ես նրան հարցրի. «Ի՞նչ է ձեր կարծիքը ներկա պատերազմի մասին, ի՞նչ եք մտադիր անել»։ «Մենք, իբրև ցեղապետ, շիտակ չէ, որ մեր խորհածն ու ծրագրածը ուրիշին հայտնենք, բայց քեզ իբրև վստահելի բարեկամի կասեմ. մենք, քրդերս, օրվա եղանակին կհետևենք։ Այսօր այսպես կանենք, վաղն էլ, երբ որևէ փոփոխություն ստացավ երկիրը, անմիջապես շուռ կգանք դեպի այդ փոփոխությունը, այնպես որ մեր այս սարքած խաղերը, հոս գալը և պատերազմի դաշտ երդալը պարապ բաներ են։ Մենք ռուս թագավորի դեմ ոչ կարող ենք, ոչ էլ ուզում ենք կռվել։ Օսմանցին մեզ չի սիրում, և մենք նրա աչքը թոզ փչելու համար է, որ այս շարժումները կանենք»։ «Վստահ եք ռուսների գալուն, ֊ հարցրի ես։ ֊ Դուք այնքան վստահ չեք, որչափ մենք։ Երբ Ռուսի և մեր տերության զինվորական ուժերը համեմատության մեջ կդնենք, ինչպես լուն, ուխտիքով։ Այսօր մի մարդ էր եկել Հասան Ղալայի կողմից, ասում էր. ռուս զինվորները թուրքերի պարենակիր ավանակների երկար շարանը տեսնելով, իրար ծաղրանքով ասում են. «Օսմանցու երկաթուղին է գալիս, զգույշ, տակը չընկնես»։
3 օր անց պաշտոնական հեռագիրը գուժեց Էնվեր Փաշայի 120,000-անոց բանակի ջախջախման մասին Օլթիի և Սարիղամիշի տակ։ Ինքը, Էնվերը, հազիվ է կարողացել փրկվել։ Ռուս թագավորի զորքը հասել է Հասան Ղալա։ Ու սկսվեց նոր զորահավաք ռուսների արշավանքը կասեցնելու համար։ Ռուսների դեմ կռվելու համար օսմանցիք բերել էին նաև արաբ զորք։ Այդ օրերին Մշո շուկայի և փողոցների անկյուններում կարելի էր տեսնել շատ հիվանդ արաբ զինվորների կանգնած կամ պառկած, վայրկյան առ վայրկյան մահվան սպասելիս։ Մուշի հայ բնակիչներս մի քանի անգամ դիմում կատարեցինք քաղաքապետարանին արաբներին օգնելու համար։ Հայ վաճառականներից ձրի ճերմակ կտավ էինք վերցնում և մեռած արաբներին տանում թաղում էինք հայոց գերեզմանոցներում։ Հայերին և արաբներին ռուսական ճակատ ուղարկելու դեմ խստորեն բողոքողներից մեկը Գոմս գյուղի նշանավոր երկրագործ Կորյունն էր, Գոմսա Իսոն։ Մարտ ամսի սկզբին Աղջան գյուղի Մյուդիրը 20 հեծյալ չեթեներով գալիս է Գոմս, նոր կռվողներ տանելու ռուսների դեմ։ Կորյունը պատասխանում է, որ բոլոր տղամարդիկ արդեն մեկնած են ճակատ, գյուղում մնացել են միայն մի քանի հիվանդ շինականներ։ Չեթեն ոստիկանները տները խուզարկում են և կռվից վերադարձած 1-2 հիվանդ արաբ զինվորի և հայ շալակավորների գտնելով ստիպում են նորից ճակատ գնալ։ Կորյունին էլ բռնում են, որ քաղաք տանեն։ Իբրև բողոք այդ բռնության դեմ, Գոմսա Իսոն կրակի է տալիս իր տունը, մեջ ունենալով չեթեներին, նաև իր ախոռն ու անասունները և զենք վերցնելով մեկնում է Սասուն։ Ապրիլին ձյունից ազատված էր դաշտը, բայց Խնուսի և Քոսուրի լեռները դեռ տեղ-տեղ ծածկված էին ձյունով։ Օսման բանակը շպրտվել էր մինչև Բլեջան սարի ստորոտը։ Մյութասարիվ Սերվետ բեյը որոշեց քաղաքի 2 թնդանոթները փոխադրել Ցրոնք գյուղի կռնակը, Քոսուրի լեռներից դիմադրություն կազմակերպելով ռուսական առաջացող բանակի դեմ։ Թնդանոթների փոխադրությունը հանձնարարվեց թուրք բանակի փորձված զինվորական Կոտո Հակոբին։ Զենքը փոխադրելուց հետո Կոտո Հակոբը հայ մեծավորներին ժողովի հրավիրեց քաղաքի մոտակա հնձաններից մեկում։ Ժողովին ներկա էին ինքը, Կոտո Հակոբը, Կառնեն ու Սողոմոնը, Շահկա Արոն, Սասուն ապաստանած Կորյունը և մի քանի լեռնցի ու դաշտեցի ղեկավար ընկերներ։ Կանչված էի նաև ես։ Կոտոն ներկաներին պարզաբանեց Մուշին և Սասունին սպառնացող վտանգը։ Ի նկատի ունենալով, որ ցարական բանակը շատ մոտ է Մշո դաշտին, և Օսման բանակն ու տեղական ուժերը զբաղված են նրա առաջխաղացքը կասեցնելու գործով, Կոտոն ասաց. «Մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք և գրավենք Մուշ քաղաքը։ Ձեռք ձգենք զինամթերքի պահեստը, իսկ մնացյալը դյուրին է»։ Նա առաջարկեց Քոսուրա լեռների թիկունքից հարձակում գործել թշնամու վրա, իսկ քաղաքում զինարանը գրոհելով զինել ժողովրդին և գրավել իշխանությունը։ «Աստծու սիրուն, այսօր մեր օրն է, ֊ ասաց Կոտո Հակոբը, ֊ պետք է օգտվենք այս հազվագյուտ պատեհությունից և գործադրենք մեր փրկարար ծրագիրը»։ Կոտոն մի քանի անգամ գոչեց. «Օսման բանակը Բուլանուխի գծի վրա շատ թույլ է։ Ճակատը հիմնականում պաշտպանվում է քրդերի կողմից, որոնք մի փոքր ճնշումից տեղի կտան և կցրվեն։ Ճակատը ճեղքելով, մենք անմիջապես կմիանանք ռուս զորքին և նրանց հետ վերադառնալով կգրավենք Մուշը։ Սասունն արդեն մեր ձեռքին է և կփրկենք մեր ժողովրդին»։ Այս առաջարկի դեմ առարկություն եղավ։ Ընդդիմադիր հոսանքի կողմնակիցները անընդունելի և անիրագործելի համարեցին Կոտոյի բանաձևը և թելադրեցին քաղաքի ու դաշտի բոլոր ուժերը փոխադրել Սասուն։ Երբ Կոտոն տեսավ, որ իր առաջարկը մերժվեց,
վայ մեզ, ասաց, ամբողջ տարոնը գնաց ձեռքից։ Եվ իսկապես, շուտով նպաստավոր դրությունը փոխվեց։ Ցարական բանակը կասեցրեց իր առաջխաղացքը, և նրա առջևից խույս տվող քուրդ և թուրք փախստականները ողողեցին Մուշ քաղաքը ու դաշտի գյուղերը։ Մաս երկրորդ։ Մուշի մեջ երևաց Ղասըմբեկը իր եղբայրներով, որոնք ետ էին կանչված Լիզ գյուղի ռազմաճակատից։ Ետ էր կանչված նաև Բալաքսի Ֆերոն իր զինված որդիներով ու չեթեն զինվորներով։ Մեր և ձեր մարդկանց ներկայությունը խիստ կարևոր է Մուշի մեջ։ Գաղտնի հեռագրել էր Նյութասարիֆը այդ ցեղապետներին, և նրանք միանալով հասնանցի ու ճիպրանցի աշիրեթապետներին, ներքին Բուլանուխի հայ գյուղերը կոտորելով, մեծամեծ ավարով մտան Մուշ։ Հասան աղան իր չեթեներով ուղիղ իմ խանութի մոտով մտավ հրապարակ։ Դիարբեքիրի և Բաղեշի կողմից Մուշ հասավ նաև 3-4 հազար սև զորք, որոնց ներկայությունից սոսկաց հայ անզեն բնակչությունը։ Այդ օրերին և դրանից էլ առաջ հազարավոր հայ ընտանիքներ Մանասկերտից, Բուլանուխից, Խնուսից, Վարդովի և Բաղեշի շրջաններից եկել լցվել էին Մուշ։ Մուշ հասան նաև շատ սասունցի կանայք ու երեխաներ, այն հույսով, թե քաղաքի հայությունը զերծ պիտի մնա վտանգից։ Ես ընտրված էի ձորի թաղի ատենապետ, գաղթականների տեղաբաշխման և պարենավորման գործով։ Շատ տներ պարպել տվինք և հատկացրինք գաղթականների։ Մի քանի հարուստ դասակարգի մարդիկ ոչ մի գաղթական ընտանիք չառան իրենց հարկի տակ։ Մենք 2 տուն ունեինք, մեկը, որ պարտեզի մեջ էր, ամբողջապես սասունցի ընտանիքների տրամադրեցինք, նրանց ապրուստն էլ մեր կողմից հայթայթելու պայմանով, քանի որ ներքին նախազգացումս ինձ թելադրում էր, թե երբ ազգային գոյությունը մեծ հարցականի տակ է, այդ պարագային այլևս ինչ արժեք ունի հարստությունը կամ խնայողությունը։ Հարուստներից ոմանք մեր առաջ դուռ չբացին։ Իրենց վերին հարկի պատուհաններից 1-2 չոր հաց էին նետում վար, հայտնելով, թե իրենց ունեցածը այդ է։ Մենք էլ իրենց տված հացերը նետում էինք իրենց երեսին ու հեռանում։ Այդ մշեցիներից մի քանիսը աղետի ժամանակ մեջտեղ հանեցին իրենց դեղին ոսկիները ու երբ տեսան, որ ոսկին էլ անզոր է իրենց կյանքը փրկելու, իրենք եղան առաջինը, որ իրենց տները հրդեհեցին և բոլորն էլ վառվեցին կրակների մեջ։ Հունիսի 27-ին հայոց առաջնորդ Հեսու վարդապետը պաշտոնական գրությամբ կանչվեց Սերվետ բեի մոտ։ Հեսուն կառավարչատուն գնաց մի քանի երևելի ազգայինների հետ։ Ժողովուրդը խռնված էր առաջնորդարանի շուրջը, երբ Հեսու վարդապետը և իր ընկերները վերադարձան։ Թալյաթը մտերիմ բարեկամ Խոջա աղայի բերանով 3 ժամ միջոց էր տրված, որ քաղաքի ամբողջ արական հայ բնակչությունը տարագրվի ավելի ապահով վայրեր, մինչև պատերազմը կվերջանա։ «Ըմբոստանալ, դիմադրել օգուտ չունի», ասաց Հեսուն, դիմելով հայ բնակչությանը։ «Վերջապես ամեն մարդ ազատ է, ուզողը թող մնա ու դիմադրի, չուզողը թող ինձ հետ գա»։ Եվ շատ երևելի մշեցիներ գնացին Հեսու վարդապետի հետ։ Բաղեշ տանելու պատրվակի տակ նրանց առաջնորդել էին մինչև մոտակա գյուղի ձորը և բոլորին կոտորել։ Ծերունի վարդապետին ճուպեի մեջ փաթաթելով կոխել էին տոպրակը և վրան քարյուղ լցնելով այրել։ Կոտո Հակոբը Հեսու վարդապետին հակառակ որոշեց մնալ քաղաքում և մարտական դիմադրություն կազմակերպելով ապրել կամ մեռնել ժողովրդի հետ։ Գրեթե 1 շաբաթ քաղաքի քաջարի հայ կտրիչները
Կոտո Հակոբի գլխավորությամբ կատաղի դիմադրություն ցույց տվին թշնամուն։ Քաղաքը վերածվեց փլատակների, և կռվողների մեծ մասը նահատակվեց։ Նահատակվողների մեջ էր նաև պարոն Սենեքերիմը։ Գոյամարտը ղեկավարած քաջերից ազատվեցին միայն Շահկա Արոն, վարժապետ Մելքոնը և Մշո վերջին ատենապետ Հակոբ տեր Զաքարյանը։ Ճակատագիրը ինձ էլ դրեց նրանց շարքը, երևի նրա համար, որ իմ հիշատակարանը ավարտեմ։ Գիշերով անցանք Մշո գետակը, հասանք Կողու թաղի գերեզմանոցը, Սաչկի դուրանի վրա։ Բոցերի փայլից տապանաքարերը լուսավորվել էին։ «Վեր կաց, Գևորգ Չաուշ, քո սիրած մուշը վառվում է», ասաց Շահկա Արոն, փարվելով Հայդուկապետի գերեզմանին։ Այդտեղից ես և Շահկա Արոն Մելքոն վարժապետի հետ Արաղ գյուղի վրայով բարձրացանք դեպի Հավատորիդ, որ մի բարձր բլուրի գագաթին էր շինված։ Հետևյալ օրը մինչև կեսօր թնդանոթները գոռացին քաղաքի վրա։ Երեկոյան երկու հարևան մշեցի տեսանք։ Կոտո Հակոբի մասին տեղեկություն ուզեցինք, պատասխանեցին։ Ցավի սրտե իմացանք, որ Կոտո Հակոբը և իր ընկերները նահատակված են։ Ապա ավելացրին. ոստիկանները ձեր տան մոտով գնում գալիս են և իրար ասում. «Կոտո օղլու մեշհուր ֆիդայի վուրուլմշ», Կոտո տղա, նշանավոր ֆիդային սպանված է։ Գլխին ռուսական փափախ ուներ և միջնամատն էլ կտրված։ Հավատորիկ գյուղը դեռ շեն էր։ Բնակիչները բողոքական լինելով, իրենց փրկության հույսը դրել էին Գերմանիայի վրա։ Մենք սրանց անտառի մեջ ճլոներից խղեր էինք շինել և պատսպարվել դրանց մեջ։ Մեզանից կես ժամ հեռու գտնվում էր Առաքելոց վանքը իր ամբողջ շրջապատով, որ միշտ մեր հայացքի տակ էր։ Վանքը լցված էր ասկյարներով։ Մեր գտնված վայրը բարձրադիր լինելով, նրանք մեզ տեսնել չէին կարող, տեսնելիս էլ կկարծեին, թե Հավատորիկի բնակիչներ ենք։ Միշտ կասկածի մեջ էինք, չլինի թե հարձակում գործեն մեզ վրա։ Ուստի լեռան գագաթին դիրքեր փորել տալով, 5-6 կետերում պահակներ էինք դրել զինյալ երիտասարդներից։ Այդ դիրքերից մեկի ղեկավարը Շահկա Արոն էր։ Մի օր Շահկա Արոն իր դիրքից վազեց դեպի մեր կողմը և աղաղակեց. «Քանդում են»։ Եվ իսկապես, հուլիս ամսվա կեսերին Առաքելոց վանքի մեջ գտնված ասկյարները սկսել էին քանդել վանքի գմբեթը, պարիսպները, սենյակները։ Ամեն օր առավոտից մինչև երեկո հարյուրավոր չեթեններ բահ ու բրիճ առած քանդում էին հնադարյան սրբավայրը, մեր հերոս հայդուկների ամրոց ապաստարանը։ Իմ աչքի առաջ վանքի զանգակատունը վայր ընկավ։ Հետո սկսեցին քանդել թարգմանչած հուշարձանները, Դավիթ անհախտի և Մովսես խորենացու գերեզմանները։ Վանքի ծերունի վանահայր Հովհաննես վարդապետը արդեն նահատակված էր վանքի սեմի վրա և թաղված իր ձեռքով փորված փոսի մեջ։ Այդ փոսն էլ շուռումուռ տվին։ Հուլիսի 8-ին Հավատորիկի լեռներից անցանք Քանա լեռը, կտրելով Արաղ գյուղի ձորը։ Եղեռնից ազատված 25,000-ից ավելի փախստականներ եկել պատսպարվել էին այդ անտառների մեջ։ Քանասարի վրա այդ նույն գիշերը սպանված գտանք Սուլուխի կռվի հայտնի ֆիդայի Ալիզռնանցի Մուքոյին։ Քնած տեղը գիշերով ինչ-որ անհայտ մարդիկ ջախջախել էին նրա գլուխը և հեռացել։ Այդպես վերջացավ Հուռիաթից խաբված այդ հերոսական մարտիկի կյանքը։ Քանասարի վրա էինք, երբ սաստա լեռներից լսվեց թնդանոթի որոտ։ 3 օր վերջը որոտը լռեց։
Շուտով նամակ եկավ Սասունից, որ Կորյունը, Գոմսայիսոն, իր քաջերով նահատակվել է և հանգչում է հրայրի կողքին, իսկ Ստեփանոս վարդապետը, որ Հուրիաթից հետո ստանձնել էր Ճկույտ վանքի վանահայրությունը և գլուխ կանգնել Բսանաց գավառի ինքնապաշտպանությանը, ծանրորեն վիրավորված ընկած էր Անդոկի ժայռերից մեկի տակ։ Սաստո վերջին գոյամարտին հերոսաբար կռվել էր նաև Մոսեիմոն։ Իմոն Մերկերցի և Ալիանցի մի խումբ երիտասարդներով ետ էր մղել քրդերի հարձակումները Անդոկի Սրբուկաց կոչված վայրում։ Դավադրությամբ գերի տարվելով Սուլուխ, նա կազմակերպել էր Գելեցի 32 երիտասարդների գիշերային փախուստը դեպի Սասուն։ Մենք բաժանվեցինք երկու խմբի. մեկը Շահկա Արոյի հետ իջավ դեպի Մարնիկ, իսկ ես վարժապետ Մելքոնի հետ մեկնեցի Ալվարինջի լեռը։ Մեղրի ժայռերի մոտ մի քարայր գտանք։ Մի մարդ հազիվ կարող էր ներս մտնել։ Նախ ես մտա, հետո Մելքոն վարժապետը։ Ներսը ավելի լայն մի տեղ գտա և տեղավորվեցի դյուրությամբ։ Գլուխս թեև վերի քարերին չէր դիպչում, բայց պառկել, երկնալ անկարելի էր։ Շարունակ մի կողմի վրա անշարժ նստած պիտի մնայինք։ Քարայրի մեջ, մեր կողքին, փայտե մի սնդուկ էր դրված։ Բաց արինք և մեջը գտանք բրդեթել, գուլպա, ավանակի սանձ, փորքաշ, ոսկրե սանր, մի քանի արշին ճերմակ կտավ, նաև մի հին աբա և մի քանի մաշված քոլոս։ Քարայրի պատից կախված էր մի մեծ ալրամախ, գրեթե քրքրված։ Վարժապետ Մելքոնը շուռումուռ տվեց և ասաց. «Տերգևանքցի Ռեհանի մաղն է, կորել էր Բերդակի կռվին»։ Հայտնեց նաև, որ այդ սնդուկը պատկանել է Ֆիդայի Սեյդոյին, և սա էլ իր քարայրն է։ Այդ նեղ անցքից է նա ներս ու դուրս արել և զենքին կրթնաց հսկել ծծմակի ճանապարհներին։ Մեր վերևում ոտնաձայն լսվեց, և մեր ականջին ծանոթ ձայներ հասան։ Քարայրից դուրս փութացինք և ի՞նչ տեսանք։ Մոտ 80 անձից կազմված մի խումբ դեպի դաշտ էր իջնում լեռներից։ Մի քանիսը Մուշ քաղաքից էին, օրինակ զինվոր Պստիկ Արամը և Ճիրոն։ Մնացյալները ծանոթ գյուղացիներ, որոնցից մեկը հայտնի Ֆիդայի Աղղա Զորիկն էր, որի հետ բանտ էի նստած։ Պստիկ Արամ և Ճիրո։ Խենթացա նրանց տեսնելով։ Այդ երկուստ էլ մեզ հետ կողք կողքի կռվել էին հայրենի քաղաքի պաշտպանության համար։ Ինչպես նրանց պատմածից հասկացա, Քանասարում սուր հարձակումներ էին եղել երկու պարագլուխների՝ Ռուբենի և Կոմսի դեմ, որոնք լքել էին դիրքերը և իրենց մարդկանցով փախել։ Պստիկ Արամը նրանցից անջատվելով, մի առանձին խումբ կազմած իջել էր Ալվարինջի լեռը։ Այդ խումբը Արամի և Ճիրոյի առաջնորդությամբ որոշել էր ռուսական բանակ երթալ։ Խմբի բոլոր մասնակիցները երիտասարդներ էին։ Վարժապետ Մելքոնը իսկույն միացավ նրանց։ Պստիկ Արամը ինձ էլ ընդունեց իր խմբի մեջ, բայց մի պայմանով. որտեղ չկարողանամ քայլել, պիտի գնդակահարվեմ, որ արգելք չլինեմ խմբի արագընթաց երթին։ Խմբի առաջնորդը ու ղեկավարը զինվոր Արամն էր, օգնականները Ճիրոն և Աղղա Զորիկը։ 80 հոգուց 35-ը զինյալ էին, իսկ 45-ը անզեն։ Զինյալների կեսը առջևից և կեսն էլ հետևից էր քայլում։ Այդ գիշերը, արշալույսը չբացված, մեր խումբը ամբողջ դաշտի լայնքը և Հասիկ գյուղի կիրճը կտրելով, հետևյալ արշալույսին պետք է հասներ Բլեջան լեռան տակ։ Օգոստոսի 2-ին Ալվարինջ գյուղի սարից իջանք դաշտ և Մեղրագետ անցնելով ուղղվեցինք դեպի Քոսուրի լեռները։ Շատ մութ գիշեր էր։ Բախտավոր էինք,
որ լուսնյակը լուսադեմին պիտի դուրս գար։ Հացկա կիրճը բավական երկար էր, և մենք արշալույսը չբացված այդ կիրճը կտրելով մտանք մի խիտ անտառ։ Երեկոյան մութին խումբը շարժվեց։ Արշալույսին հասանք Բլեջան լեռան տակ, ինչպես պայմանավորվել էինք։ Հայկը բելին այդտեղ էր սպանել։ Բլեջան, այսինքն բելի մարմնի ընկած տեղը։ Կեսօրին սկսվեց մեր վերելքը այդ լեռան ապառաժոտ կողերնի վեր, ուր վայրի սալորի ծառեր կային։ Այդտեղ էր, որ վարժապետ Մելքոնը, որ արդեն շատ ծանր էր և ուժասպառ, վերելքի ժամանակ մահացավ։ Մենք նրան փաթաթեցինք իր հնամաշ վերարկուի մեջ և թաղեցինք Բլեջանի լանջին, մի ճյուղատարած մասրենու տակ, կրծքի վրա դնելով նարեկը, որ կյանքում միշտ իր կրծքի վրա էր, իսկ ծոցի մեջ ռանչպարների կանչը, որի հեղինակն էր նա և որի շնչով շատ երևելի մարդիկ էին կրթվել Մուշ քաղաքում։ Վերջապես, ամեն դժվարություն հաղթահարելով, իրիկնադեմին հասանք լեռան գագաթը։ Չորրորդ օրվա ցերեկը այդ լեռան մյուս երեսին անցկացրինք։ Մութին հասանք Նազուկ լիճը և նրա եզերքները քերելով շարժվեցինք առաջ։ Եղավ մի պահ, որ վազեցինք։ Ոտքերս արյուն լվիկ դարձան, և ես դժվարացա քայլել։ Մեջքիս գոտին քանդելով փաթաթեցի ոտքիս ու մի հարմար ձեռնափայտ պատրաստելով աշխատեցի խմբին հասնել։ Դեպի վեր մագլցած պահին ոտքս սահեց, և ձեռնափայտիս գլուխը ուժով զարկվեց կրծքիս։ Ստիպվեցի նստել, որ շունչ առնեմ։ Պստիկ Արամը ինձ նստած տեսնելով իմ մոտ փութաց. «Եթե քովդ դրամ ունես, որևէ մտերիմ բարեկամի հանձնիր», հրամայեց։ Ես ուժ հավաքելով վեր ելա և իր հետ վազելով հասա խմբին։ Ձիերի մաշված պայտերից և մարդահասակ փորված խրամատներից պարզ դարձավ, որ Նիկոլ թագավորի զորքը եկել էր մինչև այդտեղ և նորից ետ նահանջել։ Հասանք Արածանու եզերքը և շարժվեցինք դեպի Խաթավին, Մանասկերտի ամենաբարձր լեռը։ Արշալույսը նոր բացված, մշուշի միջից երևաց Մանասկերտի բերդը։ Պստիկ Արամը կարգադրեց, որ խմբի ամեն անդամ Խաթավենի անտառից մեկական ճյուղ կտրի։ Այդպես էլ արեցինք։ Ծառերից մեկական ճյուղ կտրելով և մեր ուսին դնելով, սկսեցինք իջնել Խաթավինից։ Պստիկ Արամը «Զեյթուն, անկախ դու Հայաստան» բարձրաձայն երգելով գնում էր առջևից, իսկ մենք ետևից «Հելլե, հելլե» գոռալով հաղթական իջնում էինք սարից։ Այդ թնդյունի վրա մոտակա բնակավայրից մի մարդ ժայռերը մագլցելով մոտեցավ մեզ։ Փափախից նկատեցինք, որ եկողը ռուս զինվոր է։ Նա մեզ հայերեն լեզվով բարև տվեց և հայտնեց, որ Մանասկերտի բերդը ռուսական առաջապահների ձեռքին է, և մեզ առաջնորդեց կազակ հրամանատարի մոտ։ Կազակ հրամանատարը համբուրվեց Պստիկ Արամի, Ճիրոյի և Աղա Զորիկի հետ, սաստիկ զարմացած մեր առասպելական երթի վրա։ Հանգստից հետո մեզ առաջնորդեցին Դութաղ, ուր հայ կամավորական մի գունդ էր կանգնած։ Գնդի հրամանատարը Պանդուխտ անունով հնչակյան մի գործիչ էր Մշոդաշտի Հունան գյուղից։ Պատերազմը սկսվելուն պես Պանդուխտը կամավորների մի խմբով Ամերիկայից եկել էր Կովկաս և բերդաքաղաքի վրայով շարժվել դեպի Կարին։ Իմանալով, որ մենք մշեցիներ ենք, մեզ իսկույն մշեցի կամավորների վրանը տարան։ Բոլորիս հագուստները պատառոտված էին և ոտքերը վերքերով պատած։ Պանդուխտի կարգադրությամբ բժշկական քննության ենթարկեցին մեզ և մեր վերքերը դարմանվեցին։ Միայն մեկը մեզանից չփրկվեց։ Դա Գոնջոյան Փասիկն էր Մուշ քաղաքից։ Նրան տեղափոխեցին դաշտային հիվանդանոց, այնտեղից էլ Սարիղամիշի հիվանդանոց։
և նա այնտեղ էլ մեռավ։ Հետևյալ առավոտ ես և մեր բոլոր տղաները լողացանք արածանու մեջ և հագանք կամավորական զգեստ։ Այստեղ քեռուս հիշատակարանը ընդհատված էր, բայց վերջում մի այսպիսի հավելված կար, որից երևում էր, որ նա դութաղից նորից մուշ է գնացել և իբրև ճամփացույց եղել է դեպի Սասուն արշավող գնդապետ Սամարցյանի զորքի մեջ։ 1916 թվական Փետրվարի 12-ին մուշից դուրս գալով մենք դիմեցինք դեպի Սասուն, փրկելու համար Մորուք Կարոյին և Չոլոյին իրենց 40 ընկերների հետ։ Փետրվարի 15-ին մտանք Մարնիկ։ Բարձունքը հաջորդում էր բարձունքին, և մեր բեռնավորված գունդը շարան շարժվում էր դեպի վեր։ Հետևյալ օրը կարմիր ալուջների ձորով շուռ եկանք Սուրբ Աղբերիկի վրա։ Գնդապետ Սամարցյանը, որ Ռոստով֊Դոնի հայ էր, առաջին անգամ Մարաթոկի սպիտակ գագաթը տեսնելով, իր գնդի հայ զինվորներին շուրջը ժողովելով, չոքեց սև քարի վրա և աղոթեց. «Ես կանգնած եմ Սաստո սահմանագլխին։ Դոնի Ռոստովից ես այստեղ եմ եկել, հազարավոր այրված հայ կանանց և մանուկների կանչով։ Երդվում եմ քո սուրբ գագաթներով, ով Մարութասար, որ այսօր կամ վաղը ազատության դրոշը կծածանվի Սասունի գլխին»։ Հայազգի գնդապետը ռուսերեն էր խոսում և հրամանները արձակում էր ռուսերենով։ Զինվորները պահանջում էին, որ հայերեն խոսի։ Նա պատասխանում էր. «Ես արժանի կլինեմ հայերեն խոսելու միայն այն ժամանակ, երբ իմ գունդը մտնի Սասուն»։ Խութա հայտնի ցեղապետ Ղասըմբեկը իր եղբայր Նահոբեկի հետ իրենց քրդական աշիրետներով հարձակվեցին մեզ վրա, սակայն մի լավ ջարդ կերան և ետ քաշվեցին։ Նորից հարձակում եղավ և այս կռվում սպանվեց Ղասըմբեկը։ Եթե չեմ սխալվում, նա ընկավ գնդապետ Սամարցյանի գնդակից։ 1914 թվականի պատերազմի առաջին օրերին մենք մի բաղձանք ունեինք՝ տեր դառնալ մեր երազած Հայաստանին։ 1916-ի ձմռան և գարնան ամիսներին այդ բաղձանքը իրականացավ կարծես, և մեր զորքը մտավ Սասուն։ Եղեռնը ահավոր էր։ Մոտ 2 միլիոն ռանճպար և արհեստավոր հայեր կոտորվեցին, բայց զգում էինք, որ այլևս հաստատուն կերպով ամրացած ենք մեր հայրենիքի վրա ու կարելի պիտի լինի ավերակների տակից կանգնեցնել մի նոր Հայաստան։ Մոտկանի հայ ռանճպարները գալիս տեղավորվում էին Բաղեշում, տարածվելով մինչև Խլաթի գյուղերը։ Վանեցիները դեպի Վան էին դիմում, մանասկերտցիները դեպի Մանասկերտ։ Խնուսցիները և Մշո դաշտի վերապրածները շտապում էին իրենց փլատակները շոշափել։ Թեև ցանուցիր, սակայն Բասենից մինչև Կարին և Կարինից մինչև Չմշկածակ հայրենի երդիքներից սկսել էր նորից ծուխ բարձրանալ։ Ես էլ Սուրբ Աղբերիկի ճակատամարտից լեռներով եկա տուն։ Սաստա ետևը, Կուրտիկ լեռան մեջքից գահավիժող ձորի մեջ տեսա իմ հայրենի քաղաքը։ Մշո գետակը դարձյալ գլորվում էր ձորաթաղի միջով։ Մոտեցա իմ տան ավերակներին, ուզեցի շոշափել այն, նորից վառել իմ տան ծուխը և այլևս չիմացա, թե ինչ կատարվեց հետս։ Այս վերջին տողերին էի հասել, երբ իմ ձիապան Բարսեղը մոտենալով հայտնեց, թե Անդրանիկը մուշ է եկել։ Ես քեռի բդեի ձեռագիրը դրեցի Ալադին Միսակի խուրջինը, և մենք երեքով շարժվեցինք Զորավարին ընդառաջ։ Մեկ հայը, մեկ ոսկի։ Հուլիս ամիսն էր։ Սմբատասարը մխրճված էր մուգ կապույտի մեջ։ Վրան էինք զարկել և Անդրանիկի հետ նստած զրուցում էինք այդ սարի վրա։ Ալադին Միսակը և Հաջի Գևոն զգաստ կանգնած էին մեր թիկունքին։ Զորավարը տխուր էր։
Բաղեշի ճակատամարտից հետո կամավորական գնդերը լուծված էին։ Ստացվել էր առաջին հրամանը Ալաշկերտի, Դիադինի և Բայազետի հովիտներում սահմանամերձ կազակություն կազմելու մասին։ Բաղեշն ու Մուշը գրաված հին հայդուկներն ու կամավորները հավաքվել էին Մշո դաշտի մեջ մի պետական զինվորական հեղաշրջումի սպասելով։ Սմբատասարի քերծերից մեկի վրա, մեր վրանի առջև, կանգնել էր Փեթարա Իսրոն, մեր հին ֆիդային։ Իսրոն փոխել էր ֆիդայական հագուստը, հագել էր գյուղացու շորեր և մի նախշուն խուրջին ուսը գցած, որբ երեխաներ էր հավաքում ավերակներից։ Մեկ հայը, մեկ ոսկի էր։ Քրդերը այդ շահութաբեր գործից քաջալերված խուտ բռնաշենի գավառակներից հայ մանուկներ էին բերում և հանձնում Իսրոյին։ Գնում հասնում էին մինչև Մոտկան, Խիզան, Ալիվան և նույնիսկ Բշերիկ, և այնտեղից որբեր էին հավաքում, որ ոսկի վաստակեն։ Իսրոն արդեն մի քանի տասնյակ մանուկներ էր ուղարկել Մշո, Խնուսի և Բասենի մանկատները։ Մի մանկան համար մի ոսկի էր տալիս, և սայլին դրած ուղարկում էր մանկատուն։ Փեթարա Իսրոյի առաջին փրկած որբերից մեկը Բաղեշի ճակատամարտում զոհված հայդուկ կամավորի որդին էր։ Հայ բեկորների հավաքման գործով եռանդուն աշխատանք էին ծավալել նաև սասունցի Մոսեիմոն և արծիվ Պետոն։ Մոսեիմոն հասել էր մինչև Խիանք և քրդերի միջից հարյուրավոր հայ կանանց և մանուկների ազատելով բերել էր Մուշ։ Իսկ արծիվ Պետոն սասունցի 200 որբերի մի քարավան էր փոխադրել Ալեքսանդրապոլ։ Շեկոտան քրդերը հարյուրավոր հայեր էին փրկել կոտորածից։ Կամավորության ընթացքին նրանք այդ բոլոր հայերին բերել էին Մուշ և հանձնել Անդրանիկին, արժանի նվերներ ստանալով զորավարից։ Մանուկներին նրանք սովորաբար Փեթարա Իսրոյին էին հանձնում, բայց այս անգամ Իսրոյի խուրջինը դատարկ էր։ Քերծի վրա կանգնած Իսրոն թունդ սակարկում էր մի քրդի հետ, որ նոր էր եկել Սասնո գյուղերից։ Քուրդը սրունքների մեջ պահել էր 2-3 տարեկան մի որբուկի, որի համար Իսրոն սակարկում էր, որովհետև մոտը ընդամենը կես ոսկի էր մնացել, իսկ քուրդը չէր համաձայնվում կես գնի։ «Տուր, կես ոսկով տուր», ասաց Փեթարա Իսրոն, խուրջինը ուսից իջեցնելով և լայն բանալով երեխայի առաջ։ Մանկիկը ուրախացած վազեց, որ նետվի խուրջինի մեջ, բայց խնամակալը ետևից հասնելով նրան նորից սրունքների մեջ առավ և ծնկները ամուր սեղմեց վրան։ «Տուր, ասում եմ, էդ մեկին առանց ոսկու տուր, մեր գանձը պրծել է», բացատրեց Իսրոն։ «Չեմ տա», համառեց քուրդը և սկսեց օրինակներ բերել, թե ինչպես դրանից 2 օր առաջ իր ծանոթ քրդերը Խութի Թաղվձոր և Թաղավանք գյուղերից որբ երեխաներ էին բերել և ամեն մեկի համար ստացել 1 լրիվ ոսկի, ինքը ինչու նրանցից պետք է պակաս ստանա։ Փեթարա Իսրոն նորից խնդրեց և մերժում ստանալով զայրացած մեր վրանը մտավ։ «Ի՞նչ ես անում, Իսրո, ի՞նչ հալի ես», հարցրեց զորավարը։ «Որբեր հավաքենք, Փաշա, շիթիլ անենք Հայաստանի համար»։ «Այդ շիթիլները որտե՞ղ ես փոխադրելու»։ «Խնուս, օրիորդ Հռիփսիմեի ղեկավարած որբանոցները»։ «Իսկ ինչու ես բարկացած»։ «Մի քուրդ ինձ բարկացրեց, Փաշա, որբ երեխա է բերել, ինչ անում եմ չի տալիս, իսկ մեզ համար ամեն շիթիլը թանկ է»։ «Ներս կանչիր այդ քրդին»։ «Փաշան քեզ կանչում է», դեպի դուրս ձայնեց Իսրոն։ Քուրդը մանկան ձեռքից բռնած ներս մտավ։ Քրդի համար ռազմիկի արտաքին երևույթը մեծ կարևորություն ունի։ Քանի որ ես ավելի հաղթանդամ էի, քան Անդրանիկը, ուստի լեռնական քրդերը մեզ հաճախ էին շփոթում։ Այս մեկն էլ վախով ներս մտավ և կարծելով, թե Փաշան ես եմ, քոլոզը հանեց և իմ առաջ գլուխ խոնարհեց։
Ես ձեռքը զորավարի կողմը մեկնելով ասացի. «Փաշան նա է»։ Քուրդը սաստիկ զարմացած շուռ եկավ դեպի շապինանդը և երևի սխալը ուղղելու համար, քոլոզը կրծքին սեղմած, գլուխը 2 անգամ խոնարհ իջեցրեց զորավարի առաջ։ Անդրանիկը քրդերեն հարցրեց. «Որտեղ գտար այդ երեխային»։ «Մի ասկյարի ձեռքից առա, ուզում էր մեջտեղից ճվտել, չթողեցի, Վանքի ջորեպանի որդին է»։ «Քո հոր անունը ի՞նչ է, տղաս»։ Հարցրի ես, երեխայի թևից բռնելով։ «Երանոս»։ «Ողջ է»։ «Չէ, իմ հայրկան սպանեցին»։ «Իսկ քո անունը ի՞նչ է»։ «Զուլում»։ «Շեկոտան քրդերը հարյուրավոր հայերի կյանք փրկեցին, դու ի՞նչ նվեր ես ուզում այս երեխայի համար»։ Հարցրեց զորավարը։ «Ես շեկոտան քուրդ չեմ և այս երեխային դժվար տեղից եմ փրկել, Փաշա», պարզեցավ քուրդը և Իսրոյին դառնալով ասաց. «Եթե մի ոսկի տաս, քեզ կտամ, չտաս, ետ կտանեմ»։ Ես ձեռքս ծոցս տարա, բայց դատարկ դուրս եկավ։ Փաշայի ձեռքն էլ դատարկ դուրս եկավ, իսկ երեխան մեզ էր նայում իր աղերսական աչքերով։ Մեզ համար հեշտ էր մի հարվածով վայր տապալել քրդին և երեխային վերցնել նրանից, բայց ստիպված էինք զսպել մեզ, չկամենալով ձախողել հայ բեկորների հավաքման գործը, որը վերջին օրերին լայն թափ էր ստացել, տարածվելով մինչև ճղերու չոլերը։ «Հոս եկուր, տղաս», ասաց Անդրանիկը, իր մոտ կանչելով Ալադին Միսակին։ Երգչին կանչելը նշան էր, որ Շապինանդի հոգին ալեկոծ է։ Այդ պահերին երգը միակ սփոփանքն էր նրա խռովահույս հոգու համար։ Ալադինը մոտեցավ և նստեց զորավարի կողքին։ «Քրդերեն մի խաղ ասա, տղաս»։ «Բողոքի երգ ես ուզում, թե սիրային»։ «Հայլե, հայլեն» գիտես։ «Գիտեմ, Փաշա»։ Դե կանչիր։ Միսակը ձեռքը դրեց ականջին։ «Ոչ, խուլընկոն երգիր», ասացի ես։ «Համաձայն եմ», ասաց Փաշան, թավամաս փափախը կոտրելով մռայլ ճակատի վրա և սրածայր բեղերը ոլորելով։ Խուլընկո, հեռավոր և խորունկ տեղերեն կուգաս, բույնդ շինե ավերակ բերդի պատուհանի մոտ։ Ոգևորությամբ երգեց Միսակը քրդական այդ հայտնի երգը, որից հետո Մշո դաշտին նայելով երգեց հայերեն. Սիրտս լիքն է, ձեռքս փակ, մուշը դարձավ ավերակ, փլվեց նոր շեն ու բերդակ, աշխարհն էսպես ուր կերթա։ Ամեն մեկս մի Փաշա, հիմա դարձել ենք բոշա, նեղված ընկել ենք խոսքով, որբ ենք գնում կես ոսկով։ Լամուկ, ուր է քո պարոն, ուր է մեր քաջ արաբոն, քաջի պատիվ տուր քաջին, մեր որփուկին դիր խուրջին։ Քրդի աչքերի մեջ արցունք երևաց։ «Վերցրու», ասաց քուրդը, «քո կես ոսկին էլ հարկավոր չէ, քո երգը ոսկուց զորավոր էր»։ Ես գրկեցի ջորեպան Երանոսի տղային և դրեցի Փեթարա Իսրոյի խուրջինի մեջ։ Եվ քանի որ այդ դեպքը պատահեց Սմբատասարի վրա և այն օրերին, երբ հայ կամավորական գնդերը վերացվել էին, ուստի Անդրանիկի առաջարկությամբ մենք այդ որբի անունը կնքեցինք Վերջին կամավոր։